Գիրք Երեմիա, գլուխ 44։ Այն խոսքը, որ եղավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրումը, այսինքն բնակվում էին Մադդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրումը, ասելով. Այսպես է ասում Զորաց Տերը, Իսրայելի Աստվածը. դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերի Երուսաղեմի վրա, և ահա նրանք այսօր ավերակ են, և նրանցում բնակող չկա. այն չարության պատճառով, որ արին ինձ բարկացնելու համար, որ գնան խունկ ծխեն և ուրիշ աստվածների ծառայեն, որոնց չէին ճանաչում ոչ իրանք, ոչ դուք, ոչ ձեր հայրերը. Եվ ես ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին, մարգարեներին, կանուխ վեր կենալով և ուղարկելով, ասելով. մի անեք այս գարշելի բանը, որ ես ատում եմ. բայց նրանք չլսեցին և ական չդրին, որ ետ դառնային իրանց չարությունիցը, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին, և իմ սրտմտությունն ու իմ բարկությունը թափվեցավ և վառվեցավ Հուդայի քաղաքներումը և Երուսաղեմի փողոցներումը, և նրանք անապատ և ամայի եղան, ինչպես որ այսօր է. Եվ հիմա այսպես է ասում Զորաց Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը. ինչու եք դուք մեծ չարություն անում ձեր անձերի դեմ, որ ձեզ համար բնաջինջ անեք մարդն ու կինը, երեխան ու կաթնակեր մանուկը Հուդայի միջից, որ ձեզ համար մնացորդ չմնա, որ ինձ բարկացնեք ձեր ձեռքի գործերովը Եգիպտոսի երկրում ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, ուր որ դուք մտել եք պանդխտանալու համար, որ ձեզ բնաջինջ անեք, և որ անեծք ու նախատինք լինեք երկրի բոլոր ազգերի մեջ. Միթե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, և Հուդայի թագավորների չարությունները, և նրանց կանանց չարությունները, և ձեր չարությունները, և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրումը և Երուսաղեմի փողոցներումը. Նրանք չխոնարհվեցան մինչև այսօրը, և չվախեցան, և չգնացին իմ օրենքովն ու կանոններովը, որոնց ես դրել եմ ձեր առաջին և ձեր հայրերի առաջին. Սրա համար այսպես է ասում Զորաց Տերը, Իսրայելի Աստվածը. ահա ես իմ երեսը ուղղել եմ դեպի ձեզ չարիք անելու և բոլոր Հուդան բնաջինջ անելու համար, և պիտի առնեմ Հուդայի մնացորդը, որոնք ուղղել են իրենց երեսը Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան, և ամենքը պիտի վերջանան Եգիպտոսի երկրումը. սրով պիտի ընկնեն, սովով պիտի սպառվին, փոքրիցը մինչև մեծը սրով ու սովով պիտի մեռնեն, և նրանք պիտի դառնան անեծք, զարմանք և նզովք ու նախատինք. Եվ պիտի այցելեմ Եգիպտոսի երկրում բնակողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ այցելել, այսինքն սրով, սովով և ժանտախտով, և ազատվող ու պրծնող պիտի չլինի Հուդայի մնացորդից, որոնք եկել են, որ պանդխտանան Եգիպտոսի երկրումը, որ ետ դառնան Հուդայի երկիրը, ուր որ նրանք փափագում են ետ դառնալ, որ այնտեղ բնակվեն, որովհետև ոչ ով ետ չի դառնա, բայց միայն պրծածները. Եվ այն ամեն մարդիկը, որոնք գիտեին, որ իրանց կանայքը խունկ էին ծխում ուրիշ աստվածների և բոլոր ներկա կանայքը, մի մեծ ժողով և բոլոր ժողովուրդը, որ բնակվում էր Եգիպտոսի երկրումը և Պաթուրեսումը, պատասխանեցին Երեմիային ասելով. այն խոսքը, որ դու ասեցիր մեզ Տիրոջ անունովը, մենք քեզ չենք լսում, այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խոսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցանելով, ինչպես որ արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները Հուդայի քաղաքներումը և Երուսաղեմի փողոցներումը, և հացով կուշտ էինք, և հաջողակ էինք, և չարիք չտեսանք. բայց այն ժամանակից, որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցանելու, ամեն բանի կարոտ եղանք և սրով ու սովով սպառվեցանք. իսկ երբ որ երկնքի թագուհիին խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցանում, միթե առանց մեր մարդկանց էինք նրա համար բլիթներ շինում նրան պաշտելով և նրան թափելու նվերներ մատուցանում. Եվ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին, մարդկանցը և կանանցը, և բոլոր ժողովրդին, որ իրան խոսք պատասխան տվին, և ասեց. չէ՞ որ այն խունկը, որ ծխում էիք Հուդայի քաղաքներումը և Երուսաղեմի փողոցներումը, դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու ձեր իշխանները, և երկրի ժողովուրդը հիշել է Տերը, և նրա միտքն են ընկել, և Տերը չկարողացավ այլևս համբերել ձեր գործերի չարության պատճառով, այն գարշությունների պատճառով, որ դուք արել եք, և ձեր երկիրը եղել է ավերակ, ամայի և նզովք առանց բնակչի, ինչպես որ այսօր կա, որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ,
եւ չլսեցիք Տիրոջ ձայնին, եւ նրա օրենքովը եւ կանոններովը ու վկայություններովը չգնացիք։ Դրա համար ձեզ հանդիպել է այդ չարիքը, ինչպես որ այսօր է։ Եվ Երեմիան ասաց բոլոր ժողովրդին եւ բոլոր կանանցը. «Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Եգիպտոսի երկրումը եղող բոլոր Հուդա։ Այսպես է ասում Զորաց Տերը, Իսրայելի Աստվածը, ասելով. Դուք եւ ձեր կանայքը խոսեցիք ձեր բերանովը եւ ձեր ձեռքովը կատարեցիք ասելով. անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք երկնքի թագուհին խունկ ծխելու եւ նրան թափելու նվերներ մատուցանելու համար։ Անշուշտ դուք կհաստատեք ձեր ուխտերը եւ պիտի կատարեք ձեր ուխտերը։ Դրա համար լսեցեք Տիրոջ խոսքը, ով Եգիպտոսի երկրումը բնակող բոլոր Հուդա։ Ահա ես երդում արի իմ մեծ անունովը, ասում է Տերը, որ այլևս իմ անունը պիտի չկանչվի բոլոր Եգիպտոսի երկրումը ոչ մի մարդի բերանից, ասելով թե կենդանի է Տեր Եհովան։ Ահա ես նրանց վրա հսկում եմ իչարն եւ ոչ թե իբարին։ Եվ նրանք պիտի սպառվին Եգիպտոսի երկրումը սրով եւ սովով, մինչեւ որ վերջանան։ Եվ սուրից ազատվածները, որ ետ կդառնան Եգիպտոսի երկրից Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ պիտի իմանան Հուդայի մնացորդը, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը այնտեղ պանդխտանալու համար, թե որի խոսքը պիտի հաստատվի, իմը թե նրանցը։ Եվ սա ձեզ նշան լինի, ասում է Տերը, որ այստեղը ես ձեզ այցելություն պիտի անեմ, որպեսզի իմանաք, թե իմ խոսքերը անպատճառ պիտի հաստատվին ձեզ վրա իչարն։ Այսպես է ասում Տերը. ահա ես մատնել եմ Եգիպտոսի վափառ փարավոն թագավորին իր թշնամիների ձեռքը եւ նրա հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ մատնեցի Հուդայի Սեդեկիա թագավորին իր թշնամիի եւ իր հոգին պահանջող Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը։